Եվրամիությունը Թրամփի բոլոր այդ նորամուծություններին արձագանքում է։ Կա սրան արձագանք։ Կա ուղղակի Եվրամիությունն էլ բավականին այսպես բյուրոկրատական ծանր կառույց է եւ դժվար է արձագանքում, այսինքն դանդաղ է արձագանքում։ Թեպետ եթե ուղղակի արձագանքի մասին խոսենք, բավականին օպերատիվ արձագանքեցին, բայց փոխարինել այդ ահռելի արձագանքելու նպատակը կարող է հենց դա լինել, եթե չէ, այո, չէ, իրենք պատրաստականություն են հայտնում, իրենք հանդիպումներ են կազմակերպում եւ ես որպես կազմակերպության ղեկավար ինքս էլ գիտեմ եւ իմ հետ են հանդիպումներ եղել տարբեր եվրոպական երկրներից, առանցին երկրները նույնպես ակտիվացել են։ Նույն Ֆրանսիան է ակտիվացել եւ բայց ամեն դեպքում նոր ծրագրերի այսպես հայտարարումը կարող է լինել մյուս տարի։ Իսկ մինչև մյուս տարի պետք է ապրել եւ պետք է հաղթահարել այդ բարդությունները եւ պետք է ասել, որ հենց Հայաստանի ներսում նույն ազատության բացակայությունը, եթե ի վերջո դադարի գործել ազատությունը, դա կարծում եմ, որ լուրջ կորուստ կլինի մեր լրատվական դաշտի համար, այնպիսի երկրներում, ինչպիսին Հայաստանն է, այդ տիպի լրատվամիջոցի կարիքը միշտ կա։ Երբ իսկապես մենք շահագրգռված ենք, որ մեր լրատվական դաշտում որակյալ լրատվամիջոցները շատ լինեն, տարածվի որակյալ ժուրնալիստիկան, բայց երբ ազատության նման լրատվամիջոցը դադարեցնի կամ նեղվի իր գործունեության շրջանակները, մենք դրա կարիքը կզգանք, որովհետև այն չափանիշները, որ հետևում է Ազատություն ռադիոկայանը, ամեն մի լրատվամիջոց չէ ցավոք հայաստանյան, որ պահպանում է։ Հայաստանը ազատ համացանց ունեցող երկրների շարքում է։ Որտեղ է Ադրբեջանը։ Ադրբեջանը շատ հեռու է։ Ինչպես եւ Թուրքիան, Իրանը, Ադրբեջանը 154-րդ տեղում է ի տարբերություն Հայաստանի, որը որ Ճաղերի հետևում գտնվող լրագրողների քանակով էլ Ադրբեջանը անշուշտ եւ առհասարակ այնտեղից բավականին շատ լրագրող ուղղակի փախել են, որպեսզի հետապնդումների չենթարկվեն։ Հայաստանը նաեւ առաջ ընկավ Վրաստանից։ Եվ այս առումով մասնավորապես լրագրողներ առանց սահմանների կազմակերպությունը համարում է, որ Հայաստանը տարածաշրջանում լիդեր է։ Կրկնում եմ, ինչպես եւ մենք սկսեցինք դրանից մեր խոսքը, որ դա շատ մեծ ձեռքբերումների հաշվին չէ, այլ պատճառն այն է, որ մնացած երկրներում իրավիճակը շատ ավելի արագ վատթարանում է։ Երևանում կքննարկվի ռուսական ալիքների հեռարձակման հարցը։ Ինչ-որ բան է փոխվել։ Կարծում եմ, որ չի փոխվել։ Ուղղակի Հայաստանը կարծում եմ, որ չի ուզենա, որ դա լուրջ բարդություն լինի Հայաստանի եւ Ռուսաստանի միջև, բայց ես կարծում եմ, որ Հայաստանը այնուամենայնիվ պետք է շատ զգոն լինի եւ այն սահմանափակումը, որը որ դրվեց հանրային մուլտիպլեքսում ռուսական որոշ հաղորդումների սահմանափակման առումով բավականին հիմնավորված էր եւ այստեղ ես պետք է ասեմ, որ ռուսական կողմն էլ երբ Հայաստանի իշխանությունները այդ հարցերը բարձրացրեցին եւ կոնկրետ ասենք Վլադիմիր Սոլովյովի այդ տխրահռչակ հաղորդման դրվագները ցույց տվեցին, ռուսական պաշտոնյաներն էլ համաձայնեցին, որ սա անընդունելի է, բայց կարծում եմ Հայաստանը պետք է շարունակի շատ ուշադիր հետևել այն նարատիվներին, որոնք որ հեռարձակվում են, այն պարզ պատճառով, որ Ռուսաստանը ի դեպ նույնպես շատ հետ է Հայաստանից խոսքի ազատության առումով։ Բայց տեսեք, ճիշտ է, տրամաբանությունները դա հուշում, որ պետք չի սրել ընդհանրապես բոլոր ուղղություններով իրավիճակները, բայց մյուս կողմից դոմինանտ կարծիք է, որ Հայաստանը քարոզչական պատերազմում պարտվում է հենց այդ պատճառով։
ում հետ, Ռուսաստանի հետ։ Բոլորի հետ, Ադրբեջանում տեսեք ինչ փակի տակ է գտնվում ամեն ինչ։ Ադրբեջան կարող է հայկական ինֆորմացիա սղոսկել առանց ֆիլտրի։ Իհարկե չէ, բայց դրանով հենց տարբերվում է Ադրբեջանը Հայաստանից, ինչպես ես արդեն ասացի, այնտեղ դիկտատուրա է եւ խոսքի ազատություն չկա։ Եվ այս առումով Ադրբեջանին ավելի հեշտ է կարող։ Կարմորինակ, այն էլ պրոֆեսիոնալներն են տարածում, որ իբր Ֆրանսիան հրապարակել է մի քարտեզ, որտեղ Հայաստանը չկա, Ադրբեջանն են, Թուրքիան եւ այդպես։ Ու դա Ֆրանսիան չէ։ Այ մեր քննարկած երկրների ձեռագիրն է ով։ Իսկ Հայաստանում դրան արձագանքում են որպես հալած յուղի տեղ։ Եվ նու չեմ կարծում, որ հալած յուղի տեղ են արձագանքում, բայց որ ոչ պրոֆեսիոնալ մոտեցում է լինում լրատվամիջոցների կողմից եւ շատ հաճախ նաեւ մանիպուլատիվ ձևով իբր ընդդեմ իշխանությունների, բայց իրականում շատ ավելի ձեռնտու Ադրբեջանի համար այդպես օգտագործվում է, այո։ Որտեղ Ֆրանսիա Ադրբեջանը իհարկե կփորձի բադամներ ցույց տալ։ Այո, հիմա ես կարծում եմ, որ քաղաքական քայլեր եւ լուրջ քայլեր պետք է արվի եւ այդ դեպքում, երբ որ Ֆրանսիայում այդպիսի հրապարակումը եւ Գերմանիայում իդեպ այդ հերոստանգերությունը եւ Գերմանիայում եւ Ֆրանսիայում հանդես է գալիս եւ ես ամենևին էլ չեմ բացառի, որ այդտեղ նյութական շահագրգռվածություն ունենա այդ լրատվամիջոցը, որտեղ Ադրբեջանը սովոր է ամեն ինչ առնել եւ ծախել։ Հիմա դա մի հարց է։ Նույնը պետք է մենք տեսնենք, թե ռուսական հերոստանգերությունները ինչ են տարածում մեր մասին եւ նույն ինֆորմացիոն, երբ մի քիչ սրվում են հարաբերությունները, ինչ կոնտենտ է գնում ռուսական հեռուստաալիքներով, ուղղակի խայտառակ եւ շատ ժամանակ դնում եւ համատում ես Ադրբեջանի եւ Ռուսաստանի ասածները եւ այնտեղ կարծես թե ունիսոն է գնում եւ այս առումով իհարկե Հայաստանը պետք է շատ զգուշ լինի եւ այդ ինֆորմացիոն պատերազմի տարրերը, որոնք որ երևում են եւ ռուսական ալիքներով եւ ադրբեջանական ալիքներով եւ այլ ալիքներով որտեղից էլ որ գա, մենք պետք է ինֆորմացիոն դաշտը կարողանանք պաշտպանել եւ քաղաքական քայլերով եւ պրոֆեսիոնալ աշխատանքով, որովհետեւ մեր լրատվամիջոցները այնուամենայնիվ պետք է աշխատեն պրոֆեսիոնալ դաշտում եւ ոչ թե ավելի շատ սպասարկեն տարբեր քաղաքական շահեր։ Եթե ինչ որ հակա հայաստանյան նարատիվ պետք է օգտագործվի Ադրբեջանի կողմից, իսկ իրենք օգտագործեն իշխանությունների դեմ, դա պրոֆեսիոնալ աշխատանք չէ, դրա համար եմ ասում, որ Հայաստանում ուղղակի շատ մեծ դեֆիցիտ է եւ կարեւորություն ունի որակյալ լրագրությունը։ Գյումրի ընտրաշավին հետևում եք։ Ինչ դիրքից եք հետևում, ինչ տպավորություն եք հետևում։ Ես չէի ասում։ Չասեք բարձր գնահատական եմ պատրաստում։ Ես առհասարակ պրոֆեսիոնալ գնահատական էլ չեմ ուզում տալ, որովհետև մոնիտորինգ չենք իրականացնում։ Մենք մոնիտորինգ չենք իրականացնում։ Առհասարակ ընտրարշավի լուսաբանումը հատկապես մոնիտորինգի իհարկե ենթակա է եւ պետք է անել, որպեսզի շատ այսպես լավ պատկերացում եւ հիմնավորված գնահատականներ տալ։ Ես հետևում եմ ուղղակի որպես Հայաստանի քաղաքացի եւ երկրորդ քաղաքի ընտրությունները շատ ինձ հետաքրքրում են, հատկապես որ այնտեղ մասնակցում է նաեւ մեր գոլեգան Լևոն Բարսեղյանը եւ բնականաբար մենք երկպագում ենք իրեն եւ կարծում եմ, որ իր էությամբ ինքը այնպեսի մարդ է, որ լավ քաղաքապետ կարող է դառնալ, շանսերը տեսնենք թե ինչպիսին է, բայց այսպես նաև այդ պատճառով եմ ես հետևում այդ գործընթացներին։ Իհարկե, ինչպես ցանկացած ընտրարշավ Հայաստանում շատ տհաճ բաներ են նկատում եւ շատ տհաճ տպավորություն ունեն։ Բայց գրի առնելու բաներ շատ կան, հետո պետք է գա դա։ Ինչ խոսք։ Եվ երևի ինչ որ մի գրառումներ իմ մոտ կան, որպեսզի հետո համատեմ, թե հանրապետական մակարդակով, երբ որ ընտրություններ են լինում, ինչ ընդհանրություններ եւ առանձնահատկություններ կան։